Հատուկ սոցիալական խմբերի, այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց համար պետությունը նախատեսում է անվճար եւ արտոնյալ պայմաններ։ Բուժօգնությունը պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով կամ արտոնյալ պայմաններով ստանալու համար հիմք է հանդիսանում քաղաքացու դիմելու փաստը իրեն սպասարկող բուժհաստատություն, պոլիկլինիկա, ամբուլատորիա, ունենալով բժշկական ցուցում, քաղաքացին հաշմանդամություն ունեցող անձը ուղեգրվում է համապատասխան հետազոտությունների կամ հիվանդանոցային բուժման։ Էլեկտրոնային առողջապահության համակարգի շնորհիվ հաշմանդամության մասին փաստաթղթերն արձեռն ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չկա։ Այդ կարգավիճակն ավտոմատ տեսանելի է ցանցում։ Արտոնյալ խմբերի համար անվճար են նաև մի շարք թանկարժեք բժշկական միջամտություններ։ Եթե անձը ունի առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը եւ ծանր աստիճանի սահմանափակում, իրենք ունեն նաեւ հնարավորություն օգտվելու նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայություններից, թանկարժեք ծառայություններից, որոնցից են օրինակ ես պայմանական մի քանիսը կթվարկեմ, դա սրտի բաց վիրահատական միջամտություններն են, դա ռիթմավարի տեղադրումն է, երբ որ կարիք են ունենում հաշմանդամություն ունեցող անձինք, դա մի շարք վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ կոնստրուկցիաների կիրառումն է, որը նորից բավականին թանկարժեք միջամտություններ են, դա քարափշրումն է, լիտոտրիպսիան է եւ այլն։ Նույնը վերաբերվում է նաև դժվարամատչելի հետազոտություններին, որոնք եւս ուղեգրման դեպքում հաշմանդամություն ունեցող անձինք ստանում են անվճար, այլ մեխանիզմ է գործում անհետաձգելի դեպքերում։ Օրինակ պայմանական տրվել է շտապօգնության ծառայության կանչ եւ անհետաձգելի ցուցումներով հաշմանդամություն ունեցող անձը տեղափոխվում է օրինակ հիվանդանոցային բուժման, այստեղ այլևս պոլիկլինիկական հատվածում ուղեգրի արկայության պահանջը չի գործում, որովհետև դա հրատապ վիճակ է, առողջական խնդիրը այնպիսին է, որ պահանջում է անհետաձգելի միջամտություն եւ քաղաքացին արդեն իսկ գտնվում է հիվանդանոցային հաստատությունում, իր անձը հաստատող փաստաթղթի արկայության պարագայում, նորից եմ ուզում շեշտել, էլեկտրոնային առողջապահության համակարգում հասանելի կարգավիճակով պայմանավորված, ինքը նորից օգտվում է երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բուժօգնությունից։ Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության մյուս առանցքային ուղղությունը դեղերի հասանելիությունն է։ Առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամներին կամ ֆունկցիոնալության ծանր ու խորը աստիճանի հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում են անվճար դեղեր։ Սկսած 2024 թվականին առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամներին նաեւ միացել են երրորդ խմբի հաշմանդամության կարգ ունեցող պացիենտները կամ ֆունկցիոնալության միջին աստիճան ունեցող հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք նախկին 50% եղջի փոխարեն այժմ արդեն ստանում են դեղերը իրենց սպասարկող պոլիկլինիկական ծառայության միջոցով ամբողջովին անվճար կարգով։ Բուժման համար անհրաժեշտ դեղերը տրամադրվում են առողջապահության նախարարի հրամանով հաստատված հիմնական դեղերի ցանկից, առողջության առաջնային պահպանման օղակի միջոցով։ 2025 թվականից սրտանոթային եւ շաքարային դիաբետ ունեցող պացիենտներին դեղերը տրամադրվում են իրենց կողմից, պացիենտի կողմից նախընտրած դեղատների միջոցով, այն դեղատների միջոցով, որոնք միացված են առողջապահության նախարարության օֆերտայի համակարգին եւ պացիենտը իր նախընտրած դեղատան միջոցով կարող է ստանալ իր կողմից նախընտրած առևտրային անվանումով դեղը։ Իսկ փոխհատուցման ենթակա դեղերի ցանկին կարելի է նախապես ծանոթանալ առողջապահության նախարարության կայքում, գտնել նախընտրելի առևտրային անվանումով դեղն ու պարզել, թե որքանով է այն փոխհատուցվում պետության կողմից։ Իդեպ 2025-ից անվճար դեղերը տրվում են միանգամից եռամսյա օգտագործման ծավալով։ Շաքարային դիաբետի դեղը ձեզ բաց է թողնվում 3 ամսով արդեն 90 օրով։ Այո, 3 ամսով համանախատեսված քանակ է։ Եթե 2 օրը 3 ամս։ Այո, 3 ամսվա օրը 2 հատ եք ընդունելով։ Այս բարեփոխումները միտված են կառուցելու ներառական առողջապահական համակարգ, որտեղ բժշկական օգնությունն ու սպասարկումը հասանելի է բոլորին։